Համաձայն եք Փաշինյանի այն պնդման հետ, որ հայ-առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից։ Ой, ես չեմ սխալվում պնդում։ Փաշինյանը գլուխը պատովն ա տվել թքել են Փաշինյանի վրա։ Փաշինյանը терпеть не могу։ Գիտեք, ես ուրիշ բան ձևով եմ ուզում պատասխանել։ Դուք ձեր ամբողջ նպատակն է Փաշինյանին ոչնչացնելու, որ դեմ է ինքը եկեղեցուն, ինքը եկեղեցուն դեմ չի, ինքը դեմ է եկեղեցիականներին, եկեղեցին ղեկավարողներին։ Համաձայն Իհարկե ոչ։ Ինչ է կոչվում առաքելական։ Առաքելների կողմից է ստեղծվել եւ ընդհանրապես այդ անհեթեթությունները, որ ասում են, լուրջ չի դերն հավատալ։ Իսկ այդ գրառումը տեսել եք օրներքի մասով, որ նշել է լուրջ չի, իսեր ասա, լուրջ չի։ Այդ ամեն ինչ անլրջություն է, ես չեմ հասկանում ինչ նպատակ ունի։ Դավադիր քայլեր են էլի եկեղեցու դեմ, ընդհանրապես։ Համ ստեղծվել նախկին մայթով վերանորոգի, շարունակի աշխատանքը, ես կցանկանայի դա։ Չէ, նկատի ունեմ դուք համաձայն եք այն պնդման հետ, որ հայ-առաքելական եկեղեցի վաղուց է եղել։ Բառն է հուշում է իրանից առաքել, բառը հուշում է, որ հին բառ է դա, պատի հնությունը, մյուսը, քարի դասավորությունը, այդ ցուցածարի որից հինը, Փաշինյանից հինը։ Համաձայն եք Փաշինյան։ Հա։ Ես ուրիշ բան, ես կոնկրետ ասեցի։ Ես Փաշինյանի համար ոչինչ չեմ կարող ասել, իհարկե մեզ հարկավոր է շատ գիտակից տղամարդ, ամեն առումով։ Հասկացա։ Իսկ իր այդ պնդման հետ ինչ կասեք, որ ասում է հայ-առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից։ Առաջին հերթին Գրիգոր Լուսավորիչի կողմից է ստեղծվել, հետո թագավորը ողջունելի, արդեն պետականորեն ընդունել է, բայց առաջին հերթին Գրիգոր Լուսավորիչն է առաջարկել այդ ամեն ինչը, հավատքը 13 տարի խոր վիրավում։ Բայց այսպես ասեմ, ձեր կարծիքով հնարավոր է եկեղեցին ստեղծել, այսինքն այն եղել է ընդունել է, չէ՞։ Չէ, եկեղեցին ստեղծելը, ես էլի կմտածեմ Գրիգոր Լուսավորիչը, որը հիմք հանդիսացավ մեր հայ ժողովրդի հավատքին, 13 տարի տանջվելով, տառապելով դրեց հավատքը, դրդատ թագավորին դեպժելով ու դրդատ թագավորն էլ արդեն հասկացավ զորությունը Աստծու ու պետականորեն ընդունեց այդ իրականությունը Հիսուսի։ Շնորհակալ եմ։ Ես ուղղակի պատրաստ չէի, բայց այնքան բան կուզենայի խոսալ, իհարկե։ Եթե ձեր դեմքի բան կա, հա։ Միշտ կհետևեմ, շատ կուզենայի նույնիսկ Հայաստանում ապրել։ Ես ինքս լեննականցի եմ, ու մենք բոլորը զոհ ենք լեննականի եկած շարժից դժվարներ որպես ու լքել ենք Հայաստան են թվերին, մինչև այսօր մենք մեջտեղը չենք գտնի։ Շատ կուզենայինք, որ ունենայինք հզոր պետականություն, հզոր հերոսներ, իհարկե, ոչ թե, չիտեմ, ընդի դուրս չի կա իշխանությունը, ոչ մի իշխանությունը, ոչ ոքի դուրս չի կա։ Իսկ Փաշինյանը սկզբից վրոդի բոլորիս համար շատ լավ էր, բայց հետո իր ասածները չի համապատասխանում։